Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Դե ասեցի էլի, որ Ռուբեն կա արանքում, դրա համար մի քիչ բարդ է ընթացքը։ Ես թքած ունեմ բոլորի վրա, ոչ մի Ռուբեն չի կարող ազդել իմ որոշման վրա, ես միջև վերջ պետք է լուծեմ իմ ամուսնու վրեժը։ Ես չեմ ցանկանում, որ դու այդպես չարանաս բոլորի վրա, դե չնայած անհնար է, բայց ես ուրեմն մեր հանդիպման գլխավոր նպատակը նա է, որ ես համոզվում եմ, որ ոչինչ այլ ոչ մենք չի խանգարի քեզ, որ միջև ես կգնաս։ Շնորհակալ եմ անհանգստանալու համար։ Սոֆիա։ Բարև։ Բարև ձեզ։ Ես ինչ լավ եղավ, որ հանդիպեցինք։ Մի երկու բար խոսենք։ Ես ժամանակ չունեմ։ Ու հետո վաղը դատարանում կխոսենք։ Մենք պետքա խոսենք։ Հա, ես հասկանում եմ, որ դու լարված ես իմ հանդեպ, աղջկաս, Դավիթի։ Բայց քանի դեռ ոչ մի բան որոշված չի, լավ կլինի վերաբերմունքդ փոխես։ Ինչ։ Վերաբերմունքս փոխեմ։ Ում հանդեպ վերաբերմունքս փոխեմ։ Այն մարդկանց, ովքեր ուզում են կոծկեն սպանողին, թե միգուցե հենց մարդասպանիններ են։ Կողքից խորհուրդներ տալը միշտ հեշտ է։ Արի գնանք իմ աշխատասենյակ, հանգիստ կխոսանք, իրար կհասկանանք։ Հետո ես այն մարդը չեմ, որ քեզ վատություն անեմ։ Ես եթե քեզ լավություն չանեմ, հաստատ վատություն չեմ անում։ Մարիա ջան, ինչ լավ է եկար։ Էս ինչ անակնկալ էր։ Ոնց ես։ Լավ եմ, դուք ոնց եք։ Դե որ քեզ տենց երջանիկ տեսնում ենք, կարող է պատելնենք։ Ես մենակ ես եկե Մարիա, բա Դավիթ ուր է։ Դավիթը ինձ իջացրեց ու գնաց պապայի հետ հանդիպելու։ Հո բան չի եղել։ Երկու շաբթի դատն է։ Պապան կանչել է, որ խոսեն ու իր անելիքները բացատրի։ Ես չգիտեմ։ Ինչ ա լինելու։ Չեմ հասկանում, մարդ չի կարող մի օր երջանիկ լինել։ Լավ, միջև երբ։ Լավ կլինի, ես հույս ունեմ։ Դավիթը այդ հույսերի մասին լսել անգամ չի ուզում տատ։ Այնքան վատ է տրամադրված, որ չգիտեմ ոնց իրեն օգնեմ, որ մի քիչ թեթևանա։ Չէ, Մարիա, այդպես մի ասա, ես այդպես չեմ կարծում։ Դավիթը հիմա հաստատ ավելի շատ քո մասին է մտածում, քան իր։ Չնեղվես, լսում ես։ Չեմ նեղվում տատ։ Դավիթը չի թողում, որ ես նեղվեմ։ Ու հետո եթե ես հիմա թևաթափ լինեմ, չեմ կարողանա Դավիթին օգնել։ Պետք է ուժեղ լինեմ, ես պատրաստ եմ։ Սոֆիա, շուտով դատնա։ Ու քեզանից շատ բան է կախված։ Ճիշտ եք, շատ բան է կախված։ Իմ հանգստությունը ու Արտակի հոգու հանգստությունը։ Արի կլինի տենց կտրուկ մի պատասխանի հարցերիս։ Եկեք կլինի դուք ինձ չսովորացնեք, թե ես ոնց պատասխանեմ։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, թե ինչ իրավիճակ կա։ Ու ինչի կենտրոնում ես հայտնվել դու։ Արտակ էլ չկա։ Ինչի համար ես շատ ցավում եմ։ Գիտես, մարդը ինչքան էլ սխալ արարք արած լինի, այդ դիմացինին իրավունք չի վերապահում, որ կյանքը խլի։ Ես հիմա Արտակին չեմ քննադատում ու չեմ վերլուծում իր քայլերը։
որովհետև ինքը էլ չկա։ Ու իրանից ոչ մի բան կախված չի։ Ի տարբերություն քեզ։ Իսկ քո մի խոսքից մարդ կարա դատվի, անմեղ մարդ։ Ես ուզում եմ, որ դու մտածես, մի քիչ երկար մտածես։ Սոֆիա, մարդը երբեմն այնքան է տարված լինում վրեժով, որ աչքին բոլորը թշնամի են երևում։ Մի հատ վերանայի քեզ։ Մի հատ ինքդ քեզ հարց տուր։ Միթե Դավիթը բավարար պատճառ ուներ սպանելու Արտակին։ Չէր անի տենց բան Դավիթը։ Ես Դավիթին շատ լավ եմ ճանաչում։ Հետո մարդ սպանելը տես խաղոպար չի։ Մի քիչ մտածի։ Հիմա կանչել եք, որ համոզեք։ Չէ։ Կանչել եմ, որ եւս մեկ անգամ ինքդ քեզ հարց տաս, ինքդ քո հետ անկեղծ լինես։ Սոֆիա, քո ցուցմունքների 50%-ը կեղծ են։ Ու դու լավ գիտես։ Ես էլ դա գիտեմ։ Բայց դրանից երիտասարդ մարդու կյանքը կախված։ Անմեղ։ Հավատա, ես իմ աղջիկը համար չեմ ասում։ Ես եթե մի գրամ կասկած ունենայի, որ Դավիթը մեղավոր է, ես ինքս Դավիթին կտանեի ու պատասխանատվության կենթարկեի։ Ինչ տարբերություն։ Ես էլ աղջիկ ունեմ։ Քո ծնողներն էլ աղջիկ ունեն։ Մտածի, Սոֆիա։ Մտածի։ Դու չես մարսելու։ Դու չես մարսելու, հասկացար։ Ում ուզում ես կանչի ինձ վախացնեն կամ համոզեն, չի ստացվել։ Հանգստացի մի հատ։ Ոչ մեկը քեզ ոչ մի բան չի համոզում։ Ձեռներդ լվանում ես։ Դու չես Ռուբենին ասել, որ գա ինձ համոզի։ Նախ ես Ռուբենին ոչ մի բան չեմ ասել։ Երկրորդ Ռուբենը ոչ մեկին ոչ պիտի համոզի, ոչ էլ վախացնի։ Լսի ուրեմն, դու Ռուբենը ու հատկապես քո Մարիան այսօրվանից իմ թշնամիներն եք ու քո Մարիան չի մարսելու։ Հանգստացի մի հատ։ Ինչ ես ինձ հրում։ Հիվանդ ես դու։ Խելագար ես։ Լսի, ես քո պատճառով չեմ կարում երեխուս տեսնեմ ու քո պատճառով իմ ամուսինը էլ չկա։ Այդ նոր ես հիշե որ մամա ես։ Նոր։ Անգամ մոտը սուրճ չձեմանես, ես քո պատմությունը շատ լավ գիտեմ։ Ու այդ երեխու անունը չտաս ամոթ հայաց զեյք մի սարքի քո համար։ Լսի չապերի չաստես։ Հանգստացի մի հատ շատ վատ կլինի քո համար։ Լսի րոպե։ Թող զրկ։ Ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան, ուղղակի ձեր ներկայացրած անմեղ մարդը հենց որ սպառնում էր ինձ։ Այսինքն այն, որ ինքը հերիք չի ինձ սպառնում էր, մի հատ էլ հրեց։ Ու դա շատ լավ թեմա է վաղը խոսալու համար։ Տղարեք Ֆրանսիայից թե չէ արդեն ներվերես չի երիքում։ Դավիթ գնա իմ սենյակ։ Իմ սենյակ գնա։ Սոֆիա։ Մարիա, մտքերով ես։ Անհանգիստ եմ, մամ։ Ուզում եմ Դավիթին զանգել։ Զանգի, Մարիա ջան։ Ամեն ինչ լավ է լինելու, հասկացար։ Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում։ Ես չեմ ուզում, որ դու մտածես, իբր ես վախենում եմ կամ թույլ մարդ եմ։ Ես իմ մասին չեմ մտածում, հավատա։ Մենակ քո մասին եմ մտածում։ Չեմ ուզում նենց թասի, որ
Հանկարծ քեզ մենակ թողեմ։ Դավիթ, ես քեզ հենց նոր այդ մասին էի ասում։ Նոր ասեցի, չէ, որ ես երջանիկ կլինեմ, նույնիսկ եթե քեզ սպասեմ։ Ու հետո կլինի թույլ չտանք, որ մեր տրամադրության վրա ազդեն։ Այսօր մեր օրն է, իմ ու քո։ Ու ընդհանրապես արի պատկերացնենք, որ աշխարհում բացի ինձնից ու քեզնից էլ ոչ մեկ չկա, մենակ ես ու դու ենք։ Դավիթ, ես ինչ արեցիր։ Քո արածը քո դուրը եկավ։ Ես ոչ մի սխալ բառ չեմ ասել, հետո էլ ինքը ինձ հասցրեց։ Ես հիմա ճշտից ու սխալից չեմ խոսում։ Վաղը այդ աղջկա մի խոսքից շատ բան է կախված։ Հետո ինչ։ Հետո այն, որ չպետք է տենց հետը խոսեիր։ Պետք է մի քիչ զուսպ լինեիր։ Ես ամեն ինչ անում եմ, բերում եմ, խոսում եմ, բացատրում եմ, համոզում եմ, իսկ դու մի վայրկյանում այդ ամեն ինչը ջուրն ես գցում։ Եթե անգամ հանդուրժեի մեկը ոչ մի բան չէր փոխվելու։ Ինքը վաղը դատարանում իմ դեմ է խոսելու, դա պարզից էլ պարզ էր։ Սխալ արեցիր։ Մեկը սխալ արեցիր, Դավիթ։ Դու պետք է հասկանաս, որ հիմա յուրաքանչյուր քայլ քո դեմ է աշխատելու։ Յուրաքանչյուր սխալ քայլ։ Վաղը քո դատն է։ Մի քանի ժամից։ Ես արդեն հոգնել եմ այս քաշքշուկներից։ Անկեղծ շատ եմ հոգնել։ Այս դեպքերը, այս սպասումները, կողքից Մարիայի վախերը, բոլոր այս խոսակցությունները արդեն վրես ազդում են։ Մի կողմից էլ շատ ուրախ եմ, որ շուտով այս ամեն ինչի վերջակետ կդրվի։ Ես այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց այդ վերջակետը կարա մեր օգտին դրվի, ոչ թե իրանց։ Մեկը լինող բանը լինելու է։ Հիմա ինչ։ Դու ուզում ես, որ ես քո խորհուրդով շարժվեմ։ Ոչ մի բան չանեմ։ Դա ճիշտ է։ Տենց ես ճիշտ համարում։ Ես արդեն չգիտեմ, էլ ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Չնայած այս հարցի մեջ ճիշտ բան ընդհանրապես չկա։ Ես ոչ մի բան չեմ արել, բայց ինձ դատում են։ Հիմա ուշադիր լսի ինչ ես անում տղես։ Շատ ուշադիր լսի։ Դատարանում քեզ պահում ես շատ հավասարակշռված, շատ։ Ես գիտեմ, որ ամեն ինչ անելու եմ, որ քեզ հունից հանեն։ Չես տրվում այդ սադրանքներին։ Այդ շատ կարևոր է։ Աշխատում ես մենակ փաստաբանիդ հետ։ Խոսում ես այն ժամանակ, երբ որ քեզ թույլ կտան։ Կարող է կողքից խոսան, այնպես բաներ խոսան, որ դուրդ չգա, կապ չունի, չես ընդհատում ոչ մեկին։ Այդ դատարանի կողմից կընկալվի որպես անարգանք։ Հասկանում ես, զուսպ ես լինում, շատ զուսպ։ Նա հասկացա։ Դավիթ, ես գիտեմ, որ դու ոչ մի բան չես արել տղես։ Ես այդ շատ լավ գիտեմ։ Բոլորս էլ գիտենք։ Նոր, ինչ որ տեղի ունեցավ, ես հասկանում եմ, որ այդ քո բարկությունն էր։ Հասկանում եմ։ Բայց մեկը դու հիմա պետքա զուսպ լինես, որովհետև մնացածի համար դա կարող դիտվի որպես սպառնալիք, հասկացի։ Գիտեմ, հասկանում եմ, ուղղակի ուղղակի չկա, Դավիթ, անում ես նենց, ոնց որ քեզ ասեցի տղես։ Բա ինչ է լինելու, եթե ինձ դատեն։ Ասենք վաղ ինձ չարդարացրեցին, ես ինչ եմ անելու։ Գնալու եմ նստեմ չարածս բանի համար։ Արի ժամանակից առաջ մի ընկի, հա։
Ես դեռ չեմ մեռել, որ դու գնաս նստես չարածդ բանի համար։ Մարիան մեր տանն է։ Հա, իջացրեցի, ես էլ եկա։ Նոր զանգում էր։ Չխոսացի հետը։ Հիմա զանգեմ խոսամ չանհանգստանա։ Ինձ էլ էր զանգել։ Պապ, ինչի չեք պատասխանում։ Բալես խոսում էինք։ Ամեն ինչ նորմալ, հա։ Հա, ուղղակի խոսում էինք, բալես։ Կզանգեմ։ Դավիթ։ Մենք երկուսս էլ մեծ մարդիկ ենք։ Ես քեզ խաբելու ոչ մի բան չունեմ։ Ամեն ինչ շատ լուրջ է։ Ես Ռաֆի դեմ փորձել եմ։ Շատ եմ փորձել ինչ-որ բան գտնել։ Անգամ հաշվի չեմ առել, որ Ռաֆը իմ ընկերոջ տղեն է։ Բայց ոչ մի բան չեմ գտել։ Ռաֆի դեմ ոչ մի բան չկա։ Ստեղ մնում ես մենակ դու։ Բայց այդ չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է։ Ես ամեն ինչ անելու եմ։ Ես շարունակելու եմ ամեն ինչ անել, որ քեզ ազատել ես իրավիճակից։ Քեզնից մի բան է պահանջվում, Դավիթ, որ դու հանգիստ լինես ու ավելորդ զենք չտաս նրանց, ովքեր զինված գալիս են քո դեմ, մեր դեմ։ Հիմա ստացվում է, որ միակ կասկածյալը ես եմ։ Ուրիշ մարդ էլ չկա։ Սոֆյանը շատ վստահ է, որ ես եմ մեղավոր։ Ինչ ուզի կխոսա, որոշ բաներ չափազանցրած, մի քանի բաներ կհորինի։ Ուր ես, Ռաֆ։ Սոֆիա, մարդը երբեմն այնքան է տարված լինում վրեժով, որ աչքին բոլորը թշնամի են երևում։ Մի հատ վերանայի քեզ։ Մի հատ ինքդ քեզ հարց տուր։ Միթե Դավիթը բավարար պատճառ ուներ սպանելու Արտակին։ Չէր անի տենց բան Դավիթը։ Ես Դավիթին շատ լավ եմ ճանաչում։ Հետո մարդ սպանելը տես խաղու պար չի։ Մի քիչ մտածի։ Հիմա կանչել եք, որ համոզեք։ Ուր ես։ Ես թքած ունեմ բոլորի վրա։ Ոչ մի Ռուբեն չի կարող ազդել իմ որոշման վրա։ Ես միջև վերջ պետքա լուծեմ իմ ամուսնու վրեժը։ Ես չեմ ցանկանում, որ դու այդպես չարանաս բոլորի վրա։ Դե չնայած անհնար է։ Բայց իսուրում է մեր հանդիպման գլխավոր նպատակը նա է, որ ես համոզվեմ, որ ոչինչ այլ ոչ մենք չի խանգարի քեզ, որ միջև վերջ կգնաս։ Շնորհակալ եմ անհանգստանալու համար։ Գնամ արդեն։ Չէ, մի քիչ հետո փաստաբանդ էլ կգա, ինքն էլ ասելու բաներ ունի։ Ուզում եմ շատ ուշադիր լինես տղես։ Մարիան դուրս է եկել ու տանը չի։ Չգիտեմ էլ ուրա գնաց է։ Ոչ մեկիս էլ ոչ մի բան չասեց։ Բարև ձեզ։ Բարև։ Ռաֆը տանն է, ինձ Ռաֆն է պետք։ Գուցե սկզբի համար ներկայանաք։
Ես այդքան ժամանակ չունեմ։ Ինձ Ռաֆն է պետք, կանչեք Ռաֆին։ Էս ինչ անշնորհք պահվածք է, աղջիկ ջան։ Ով ես դու, ինչ ես ուզում, ինչ կապ ունես Ռաֆի հետ։ Լսեք, ինձ Ռաֆն է պետք, ասում եմ Ռաֆ։ Մի րոպե, հանգիստ, մի րոպե։ Չհասկացա, դուք ով եք, Ռաֆը տանը չի։ Ես ժամանակ չունեմ ձեզ բացատրելու, թե ով եմ ես։ Ռաֆը ինձ շատ լավ ճանաչում է։ Ուր է Ռաֆը։ Կապվեք իր հետ ու ասեք, որ զանգի անպայման Սոֆիային։ Ինքը ինձ պետք է օգներ, բայց չգիտես, թե ուր է անհետացել։ Նախ առաջին հերթին ներկայացեք, հասկանանք դուք ով եք, ինչ կապ ունեք Ռաֆի հետ, հետո ձեր պահանջները կներկայացնեք։ Էլի եմ ասում, ես այդքան ժամանակ չունեմ։ Ռաֆին ասեք, թող իմ հետ շտապ կապնվի։ Նախ մի հատ տոնդ փոխի, թե չէ ես հենց հիմա ոստիկանություն կկանչեմ։ Իմ տղան ոչ մի կապ չի կարա ունենա քո նմանների հետ։ Հենց հիմա պատտվի ու գնա այստեղից։ Հուսամ հայերեն մայրենի լեզուն լավ հասկանում ես։ Ով էր ես խելագարը, ինչ կապ ունի աղբորդ հետ։ Մամ, չգիտեմ, բայց շատ տարօրինակ էր։ Չտեսեր ինչ վիճակում էր։ Հիմա ինչ օինա բերել գլխներիս հետ աղբերդ։ Չկա, չի վերցնում։ Ես արդեն վախենում եմ։ Մի սկսի, հա։ Թե չէ արդեն կվատանամ։ Գոնե դու ինձ հույս տուր։ Մամ, Ռաֆից ոչ մի լավ բան չի կարելի սպասել։ Ով իմանա, էս էլ ինչ նոր պատմություն է։ Ոչ մեկից էլ կյանքում լավ բան չես կարա սպասես։ Սոֆիա, ինչ ես անում ստեղ։ Չնայած ինչ հիմար հարց եմ տալիս, պարզա, որ եկել էի Ռաֆի մոտ։ Քեզ ինչ։ Ինչի պետք է քեզ բացատրություններ տամ, կասես։ Սոֆիա, Հոգնել եմ արդեն բոլորիցդ։ Դուք շատ եք փոշմանելու ինձ այսօրին հասցնելու համար։ Ու իմացի Մարիա, ես դատարանում ասելու եմ, թե դու, թե պապատ, թե Դավիթը ինչքան եք ինձ սպառնացել։ Սոֆիա, ինչ ես խոսում։ Երբ եմ ես քեզ սպառնացել։ Մամ, չհասկացա այդ աղջիկը ով էր, բայց շատ վատ վիճակում էր։ Ու հաստատ Ռաֆի հետ շատ կարևոր բան ուներ խոսելու։ Հիմա ինչ, իմ դարդերը թողեմ, զբաղվեմ այս աղջկա դարդերով։ Հոգնել եմ արդեն բոլորիցդ։ Էս ի՞նչ ձայներ են։ Մեր տան մուտքից է։ Դատարանում ասելու եմ, թե դու, թե պապան։ Հենց դու ես իմ դժբախտությունների պատճառը։ Անիծվերեն օրը, երբ ես եկա քո մոտ։ Դու փչացրեցիր իմ կյանքը։ Իսկ ես ընդամենը եկել էի քեզնից օգնություն խնդրելու։ Հավաքի քեզ ու տոնդ փոխի, ես թույլ չեմ տա, որ իմ հետ սենց խոսես։ Մարիա։ Բարև ձեզ, կարող եմ ներս գալ։ Հա, իհարկե։ Ոնց էի կարոտել քեզ, ոնց ես։ Լավ եմ, Լիլ, դու ոնց ես։ Ես էլ եմ լավ ապրես։ Չես պատկերացնի ոնց ուրախացա, որ քեզ տեսա, այն հին էմոցիաներս վերապրեցի։ Ես էլ շատ բան վերապրեցի, իսկ ես չէի ուզի, որ դու այս տան դռանը նույնիսկ մոտենայիր։ Մամ, անհարմար է։ Մարիան ուրիշ մարդ չի, որ այդպես ես խոսում։ Ավելի լավ է ուրիշ մարդ լիներ հիմա իմ տան մեջ կանգնած, քան ինքը։ Մամ, Լիլ, նորմալ է, որ խնդրեմ ես մենակ կթողնես, ես հենց դրա համար էլ եկել եմ։ Չէ, Մար, եթե ես մենակ թողնեմ ձեզ, վիճելու եք։ Լիլ, ես գիտեմ ում տուն եմ եկել ու ինձ ոնց պետք է պահեմ։ Մամ, խնդրում եմ հիշի, որ մենք բոլորս մի տան անդամների պես ենք եղել։ Ու Մարիային չնեղացնես։ Մարիայի պաշտպանն ես դու։ Մի հատ անցի սենյակդ։
Ուզում ես խոսենք։ Ու ինչի մասին։ Այն իրավիճակի, որը հիմա տիրում է բոլորիս մոտ։ Նստի։ Մամ, Մարիան զանգը սանջատեց, բայց գրելա, որ շուտ կգա։ Բայց չասեց ուր գնաց։ Չէ, ոչ մի բան չասեց։ Բայց եթե մի քիչ ուշանա, ես Ռուբենին կզանգեմ։ Իմ տղան քո պատճառով տուն չի գալիս։ Նորմալ չի ապրում, չի քնում, չի ուտում։ Ինչ արդարացումներով ես եկել, ինչ պետքա դու խոսաս իմ հետ։ Ես չեմ եկել, որ արդարանամ։ Չեմ էլ եկել, որ Ռաֆի ու իմ հարաբերություններից խոսեմ։ Ես եկել եմ, որ դու ինձ հասկանաս, եկել եմ քո հետ խոսեմ։ Մենք ընտանիքներով շատ մոտ ենք եղել։ Ես օրերով այս տանն եմ քնելու արթնացել։ Դու ինձ մոր նման խնամել ես, ու ես այդ ամենը չեմ կարող մոռանալ։ Ես հիշում եմ, որ Ռաֆի ու իմ հետևից դու էիր դպրոց գալիս։ Հիշում եմ, ոնց էինք համոզում քեզ մի փոքր խաղահրապարակում խաղայինք։ Ճիշտ է, սկզբում գոռում էիր, բայց հետո թույլ էիր տալիս։ Վերցնում էիր երկուսիս պայուսակները, ասում, որ 5 րոպե ունենք, բայց հետո այդ 5 րոպեն ժամեր էր դառնում, որովհետև տեսնում էիր, թե ինչքան լավ էինք խաղում, ու չէիր ուզում մեզ խանգարել։ Ու ինչի համար ես ամեն ինչ ես դու սա պատմում ինձ։ Պատմում եմ, որ հասկանաս, որ չեմ մոռացել։ Ու ուզում եմ հասկանաս, թե ինչքան կարևոր ես դու իմ համար։ Ես չեմ ուզում, որ մենք իրար թշնամաբար վերաբերվենք։ Չեմ ուզում, որ իրար տեսնելուց ճանապարհներս փոխենք։ Ես ուզում եմ պահենք այն ինչ որ ունենք։ Էդ էլ վաղուց չկա, մոռացի։ Ու դրա մեղավորը դու ես։ Դու կարաս ինձ մեղադրես։ Կարաս բարկանաս իմ վրա, բայց չես կարա ատես։ Ես տեսնում եմ, որ չես կարող։ Իսկ իմ տղան Ռաֆի ապրումները ես չեմ կարող անտարբեր լինել իմ տղու ցավի նկատմամբ։ Հա, բայց կարող ես օգնել, չէ՞։ Ռաֆը բոլորի հանդեպ թշնամաբար է լցված։ Դու կարող ես քո ողջ մայրական ուժը օգտագործել ու իրեն փրկել, ոչ թե իր սխալները կոծկել։ Այսինքն ես գիտեմ, որ ծնողի համար դժվար է տեսնել իր երեխու թերությունները։ Դժվար է պատկերացնել, որ իր դաստիարակած երեխան հնարավոր է անդառնալի մեղք գործած լինի։ Մենք բոլորս այդ մասին գիտենք։ Էլ ինչ գիտեք։ Մենք գիտենք, որ արտակին Ռաֆն է սպանել։ Չկա նման բան։ 2 օրից Դավիթի դատն է։ Ու Դավիթին դատելու են Ռաֆի արածի համար։ Ու դու եկել ես ու ուզում ես իմ աչքի առաջ Դավիթիդ պաշտպանես։ Ես չեմ եկել, որ Դավիթին արդարացնեմ։ Ես եկել եմ, որ խնդրեմ ինձ օգնես։ Ու այդ քայլով դու նաև Ռաֆին կօգնես, որ ավելի մեծ մեղքերից ինքը հեռու մնա։ Դուրս գնա իմ տնից։ Ու հենց հիմա։ Ես հասկանում եմ, որ քո համար դժվար է։ Հասկանում եմ, որ ամբողջ հոգով ու սրտով ուզում ես Ռաֆին պաշտպանել։ Բայց եթե նույնիսկ Դավիթին դատեն, Ռաֆի մեղքը դրանից չի թեթևանա։ Ռաֆը մեկ է իր արածների համար պատասխանա տալու, բայց այդ ժամանակ արդեն կրկնակի ցավով։ Ուրեմն լսի թե քեզ ինչ եմ ասում։ Քո մարդասպան նշանածի փրկությունը այլ տեղ փնտրի։ Դուրս գնա իմ տնից։ Ալլա։ Մարիա, քեզ ասում եմ վեր կաց ու գնա իմ տնից։ Ես հուսով եմ, որ ասածներիս մասին կմտածես։ Խրավ։ Ես ինչ արեցիր։ Ինչի չզանգեցիք, որ գալու եք։ Գոնե մի բան կպատրաստեի։ Դե մի տեսակ խոսքով ընկանք։
Մտքովս չանցավ։ Բա Մարիան ուրա։ Ուրա Մարիան։ Խնդրեցի դեղատուն գնա, հիմա կգա։ Դավիթ ջան, արի մի րոպե խոսալու բան կա հետդ։ Մամ, Այդպես էր պետք։ Կգա կհասկանանք։ Պետք չի բոլորին խառնել իրար։ Դու գնա, ես հիմա կխոսեմ կգամ։ Հա, տատ, արդեն հասնում եմ տուն։ Այդ շատ լավ է, որ հասնում ես։ Դավիթն ու Ռուբենը արդեն եկել են։ Հիմա ուշադիր լսիր, ինչ եմ ասում։